Պատվաժան դատան, նախ եւ առաջ, ինչպես արդեն ուժողների խոսքից մենք հասկացանք, նախ եւ առաջ իրենց աշխարհիկ մարդ են զգում, իրենք այդպես էլ ներկայացան, իրենք աշխարհիկ մարդիկ են։ Որպես աշխարհիկ մարդիկ իհարկե իրենք իրավունք ունեն եկեղեցու պալատներում, բայց ոչ որ քաղաքանի համար նախատեսված վայրեր։ Դրա մասին չի խոսքը։ Ես որ ասում հայ առաքելական եկեղեցու դուրս են, որպես հոգևորական իրենք դուրս են։ Եվ դա չի կարող քննարկվել, որ այսօր որևէ մարմին անկեր չի կարող ասել։ Չի կարող պետական մարմինը որոշել, որ իրենք օրինակ հոգևորական են։ Հաստատի ծառայություն մատուցելը, այսինքն հիմա մեկն էլ ուզում է օրինակ վարչապետ աշխատի, ուրեմն պետք է իրավունք ունենա դրանց նստի կառավարության շենք ասես վարչապետ է։ Այդպես ոչ չի, դրա համար կա ընդհանրակարգ։ Իրենք հոգևորական չեն եւ իրենք չեն կարող լինել։ Մեկ, երկրորդ, ինչ են իրենք ասում։ Իրենց խոսքի մեջ որևիցե մի դեր նույնիսկ ակնավ չեղավ, որ Մկրտիչ սրբազանը կարող է ազդել իրենց ցուցմունքների վրա։ Ասում եմ, խանգարում են մենք աշխատենք։ Խանգարում են ձեզ աշխատել, վարչական խորհուրդները խանգարում են, միշտ պետք է վարչական խորհրդի անդամներ կանոնավոր հստակ աշխատել։ Մենք այստեղ չենք քննարկում իրենց աշխատանքի հարցը, որ իրենք ապօրինի զավթելով նման գործողություն են ծավալ եւ պատասխան են տալու դրա համար չկասկածեն, որ որևէ չէ մենք այստեղ։ Դրա համար պատասխան են տալու։ Այդ ապօրինի գործողության համար։ Բայց իրենց ցուցմունքների վրա ազդեցությունը զրո է։ Չկա այդպիսի բան։ Իրենք չեն ընդունում հոգևոր իշխանությունը։ Իրանք այստեղ են ամենահայտնի կաթողիկոսի հարգանք, այսպես հարգալից խոսում։ Իրենք դուրսը լրատվամիջոցների հանդեպ շատ անհարգալից են արտադրվում։ Եվ այս պայմաններում մկրտիչ սրբազանը այսպես է, դատանը պետք է հետաքրքրի բան, լավ, եթե մկրտիչ սրբազանը ազատության մեջ է։ Կարող է ազդել նրանց վրա, իրենք վախեցնել, ինչ հանել, եւ այլն, որովհետեւ նրանք իրենց ցուցմունքները փոխեն, ճշմարտությունը բարձրացնեն։ Այդպիսի բան չկա, այդպիսի փաստ այստեղ չնշեց։ Մեքենայի հետ կապված, Արամայից Թախմազյանը նշած մեքենայի հետ կապված հարցը չհասկացա ինչ կապն է այստեղ։ Մայրաքորի կողքն ագրավներն են կապվում, դա ինչ կապ ունի այստեղ։ Այս վերջերս շատացում են կապը։ Հիմա դա նշենք որպես ինչ։ Մյուսը, պատվաժան դատարան։ Եկեղեցու փաստած ծառայություն իրականացնելու նման հաստատվեցի։ Տեսեք, Թալենի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Հովանանքը համարում են պղծված եկեղեցիներ, որովհետեւ ոչ հոգեվորականը պատարակ է անցկացրել, պատարականման արարողություն, եւ վերջերս Թալենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց պղծյալ եկեղեցու սրբագործման կարգ, դրանից հետո էլի գնացին պղծեցին։ Հակառակը իրենք նույնիսկ եթե մարդկանց հրավիրելով հավատացեն եւ պատարականման արարողությունով, այդ մարդկանց գցում են մեղքի տակ։ Իհարկե այստեղ իրավական մասով չեն քննարկում դա, բայց իրենք շատ դուրս վնաս են։ Բարձրական եկեք ամբողջական Արդեն մասը հավաքվեց։ Հիմա մյուս հարցը։ Մեղադրողի դիրքորոշումները շատ հետաքրքիր։ Ես անկեղծ ասած չգիտեմ ոնց արձագանքել։ Տեսեք, մեղադրողը իր միջնորդության մեջ հղում է անում առաջացանի դատարանի որոշմանը, որը բողոքարկված է ինքը գիտի, ասեն դա ոնց ասած ուղենիշ մի ընդունեք։ Ասեն չհասկացա, իրենք ուղենիշ են ընդունում, մի բան որ բողոքարկված է, հիմա վերականգնիչի դատանը որոշում է կայացրել, դա ուղենիշ չի, որովհետև ինչ բողոքարկման ընթացակարգում, դե առաջացանի դատանի որոշումն բողոքարկման ենթակա է, եւ բողոքարկվել են, իրենք դա լավ գիտեն։ Եվ իրենք են դատարանին տեղեկացրել, որ գործը գտնվում է դատարանում, եկել է մեղադրական եզրակացության դատարան։ Եվ ինչ, դատախազությունը չի ստացել այդ որոշումը, դա ինչ-որ բան փոխում է։ Եթե հիմա դատանը որոշում կայացնի, ու կողմից մեկը չստանա, դրանով այդ դատանի որոշումը արժանի չէ դառնում։ Չի ստացեք ստանա, բայց դա որևիցե կերպ չի խոչընդոտում եւ չի պակասեցնում այդ որոշման ուժը։ Հասկանա։ Ես կարճ պատվաժան դատորում։ Ասում եմ, ուժողներն ամեն ինչից խոսեցին, բացի բուն հարցից, եւ հավանաբար չեն էլ ըմբռնել ինչ ենք քննարկում, որովհետեւ Ստեփան Ասատրյանը նշեց, որ նույնիսկ ինձ չի վերաբերվում բանակի հարցը։ Ես խնդրում եմ ուղիղ հարցադրեք։ Հիմա սրբազանին կալանավորում են հենց ձեր խաթր։ Ուղիղ դատարանին ասեք, վախենում եք այս մարդուց։ Կփոխեք ձեր ցուցմունքները, եթե հանկարծ այս մարդը դուրս բերի։ Հիմա միայն այդ հարցն է քննարկվում, ոչ թե ձեզ չի վերաբերվում, հենց ձեր խաթրը։ Ուղիղ պատվաժան դատարան։ Խնդրում եմ հարց վերաբերում դիրքորոշում։ Ոչինչ չայլեցին, ասին մեզ չի վերաբերվում։ Հակառակ ուղիղ խնդրում եմ հարցը դիրքորոշում։ Եթե